Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես ասենք, ամփոփում ենք անցնող շաբաթը եւ այս շաբաթվա մեջ ասում են էլ հայոյանք, էլ հարձակում, էլ մի ընտանիք այսպես բարևոն իմաստով Արեն Սիմոնյանը տեղը հայոյում այրը դեր հիշում եք իր հայտնի հայոյանքը երեք հիշացրել էին էլի իր ռեպերտուարի մեջ էր։ Այս ամենի հետ կապված խնդրեմ ձեր տեսակետը, այստեղ հայոյում այնտեղ սրտիկ են ցույց տալիս։ Հիմա որն է սրանք։ Համեցեք եւ նաեւ ինչ եք առանձնացնում։ Ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն տեսեք, այս խաբեությունը ու ստի իշխանությունը շարունակում է իր գաստրոլները ու եկել ենք հասել ենք նրան, որ ազգային ժողովի նախագահը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում թքելու հետ կապված, հայոյելու հետ կապված, այսինքն մենք ունենք փաստ, որ Ալեն Սիմոնյանը ու դաստիարակությունը հետ ընդհանրապես կապ չունեն, բայց ցավալին նրանում է, ես խորը ցավով եմ ասում, ամենայն անկեղծությամբ ես չեմ ուրախանում, որ ազգային ժողովի նախագահին դաստիարակել, ծնել, սնել եւ մեծացրել է մի հայ կին, հայուհու կերպար, որը որ շատ ցավալի իրավիճակում է, այսինքն ինքը հերիք չի մեր քաղաքացիներին միջնամատ է ցույց տալիս մի հատ էլ այն լրագրողին, ով որ ուղղակի ամենայն հարգանքով նշում է, որ հարցնում է այս նկարը ինչի մասին է, ինքը վիրավորում է տվյալ լրագրողին ու ասում է, որ դա իր մայրիկն է։ Հիմա տեսեք, եթե այս կինը այս արժե համակարգը ունի ու այս արժե համակարգով մեծացրել է եւս մեկ իր նմանի, այսինքն Ալեն Սիմոնյանի։ Այս պարագայում մենք կարող ենք վստահ լինել, որ Ալեն Սիմոնյանը իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնյա լինելու, Հայաստանի երկրորդ դեմքը լինելու ու մեզ ներկայացնելու ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ դրսում որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Բնականաբար ոչ։ Ու այն դրվագները, որ Ալեն Սիմոնյանի մասին կան նաև նախորդ եթերաշրջաններում այսպես կոչված, որ փողոցում հայհոյեցին, հետո ծեծեցին, հետո Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա, հետո Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում տարբեր դրվագներով վիրավորում է տարբեր ընդդիմադիր падգամավորների, իրենց աշխատողների եւ այսպես կարող եմ թվարկել։ Հիմա հարց է առաջանում։ Սիրելի հայրենակիցներ, դուք ուզում եք նման թիմ վերարտադրվի, վերցնի իշխանությունը, ինչպես որ զավթել է ժամանակին ու շարունակի ձեզ կառավարել, ղեկավարել ու ձեր ճակատագիրը որոշել։ Եթե այդ մարդը թքած ունի ձեր ճակատագրի վրա, ինչպես յուրաքանչյուր սովորական քաղաքացու վրա, եթե այդ մարդը հայհոյում է փողոցի կենտրոնում, այն մարդուն, ով որ եկել է իր խնդիրը բարձրաձայնելու, ինչու՞ չէ նաև նախատելու, որովհետև յուրաքանչյուր բարձրաստիճան ու ընդհանրապես յուրաքանչյուր պաշտոնյա ինքը ծառայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրին ու ինքը այդ գումարները, որ վերցնում է որպես աշխատավարձ եւ պարգևավճար, դա այն վարձատրությունն է, որ ինքը պետք է հանդուրժի յուրաքանչյուր քաղաքացու, ով իրան անգամ նախատում է, որովհետեւ այն սպասելիքները, որ ունեն նաեւ իրենց ընտրողները, պետք է արդարացված լինեն, իսկ եթե չեն արդարացվում ու այս մարդիկ ցույց են տալի, որ գիտեք ինչ կա, մենք թքած ունենք ձեր կարծիքների վրա, մենք թքած ունենք ձեր վրա, հիմա էլ այդ սրտիկները ցույց եք տալի, որ հասկանանք, որ ինչա, այլ թքած չունենք։ Հիմա, որպեսզի շատ չանդրադառնանք այս անդաստիրակ իրավիճակին, մասնավորապես Ալեն Սիմոնյանի մասով, ինձ թվում է պետք է հետևություններ անի հայ ժողովուրդը, արդյոք այս մարդուն վստահելի է, որ ինքը այդ կոստյումը հագնի, թքած ունենալով քաղաքացիների վրա 3 միլիոն վարչապետերի վրա, գնա ու նստի ազգային ժողովում վճարներ ստանա ու խոսի ու բանակցի մեր անունից։ Էլ չեմ ասում, որ իր եղբայրը նույնպես իրեն շատ տհաճ ու վատ կերպով էր պահում, դե արդեն զարմանալու չի, այսինքն չէր կարող մի եղբայրը ու այն մյուս եղբայրը իրարից շատ տարբերվեին, եթե նույն մայրն է իրենց դաստիարակել։ Հիմա անցնում ենք մյուս կոֆե կենտրոն Նիկոլ Փաշինյանի Տեսեք, օրինակ Սասուն Միքայելյանը ինքնաոչնչացման իր, այսպես ասած, կոճակը սեղմել է 2018 թվականից, երբ որ ասում էր, որ հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը։ Միքայելյան Սասունը մահամերձ մի կերպար է, մեծ մարդ, որ երևի ցնդել է արդեն, ով համարում է, որ հայհոյանքը որպես օրհնանք է։ Հիմա շատ լավ կլինի, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր որ ուզում են օրհնեն եւ Միքայելյան Սասունին եւ մյուս քաղաքացիական պայմանագիր կուսակցականներին, իրենք բաց են, ազատ են այդ որոշումների մեջ ու իրենց կարծիքների մեջ։ Ես կարծում եմ, որ լեգիտիմ հարց կլինի. դուք ուզում եք, որ մենք ձեզ օրհնենք, պարոն Միքայելյան եւ մյուսներ։
Արդյոք դուք մեր այդ օրհնանքին սպասում եք ու արդյոք դեմ եք, որ մենք ձեզ ամեն առավոտ, ամեն երեկո ու ամբողջ օրը օրհնենք տվյալ կերպով։ Պետք է դուք ձեզ գոնե ինքներդ ձեզ հաշիվ տաք, թե դուք ով եք, ինչ եք ձեզանից ներկայացնում։ Դուք ուրացել եք Արցախը, արցախյան շարժումը, դուք ուրացել եք ամեն ինչ, հայրենիք, պետություն, ինքնիշխանություն ու ապրում եք խաբեության մեջ։ Ցավում եմ ձեր համար, հազար ցավով, խորը ցավով ես պնդում եմ, որ դուք այլևս գոնե խոսելու իրավունք չունեք, որովհետև ամոթ է, որ ձեր ազգային ժողովի նախագահը հայհոյում է, դուք էլ դա փորձում եք արդարացնեք, որը որ ավելի ամոթալ է եւ ձեր համար, եւ մյուսների համար։ Ու սա ձեր թիմի կառուցվածքն է, ձեր թիմի կառուցվածքն ու ենթակառուցվածքը խաբեության ստի ընտրակեղծիքի մասին է, այսինքն դուք ամբողջությամբ ֆեյք եք։ Ոնց ձեր ֆեյքերն են հայոյող, անիծող, այտենց էլ դուք եք, այսինքն դուք ձեր ֆեյքերից չեք տարբերվում, կարծում եմ դուք հենց այդ ֆեյքերը վարում եք, այսինքն, տեսեք, ձեր այդ կեղծարարությունը բոլոր սահմանները հատել է, դուք առավոտից իրիկուն խաբում եք ժողովրդին, ասում եք խաղաղություն է լինելու, հիմա հարց է առաջանում, ՔՊԱ-ականներ բոլորիդ վերաբերվում է, եթե սեպտեմբերին պետքա պատերազմ լինի, որ դուք չեք ընտրվելու, ձեզանից քանիսն է պնդում ու քանիսն էր պնդում, որ մենք երկարատև խաղաղության մասին ենք խոսում, մենք երկարատև խաղաղություն ենք կնքել ու շարունակում ենք գնալ այդ ճանապարհով։ Նույն Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարարը անգրագետ ու այն մյուսները, դուք չէիք ասում, որ Նիկոլ Փաշինյանի հետ մենք այս թիմով գնում ենք երկարաժամկետ խաղաղության, բայց երկարաժամկետ խաղաղությունը նրա մասին է, որ հենց չընտրվեք նորից պատերազմ է լինելու։ Ձեր օրոք 3 պատերազմ է եղել։ Դուք երևի մոռանում եք, ձեր մոտ հավի հիշողություն է։ 3 պատերազմ եք բերել, 3-ում էլ պարտվել եք։ Հանձնել եք 12000 քառակուսի կիլոմետր, հանձնել եք հայկական սուվերեն տարածքներ Ադրբեջանին ու հիմա ասում եք, վայ գիտեք ինչ կա, որ մենք չընտրվեք պատերազմ է լինելու։ Ընկեր, որ դուք չընտրվեք, հակառակը պատերազմ չի լինելու, որովհետև դուք պատերազմը բերում եք ու դուք էլ պատերազմը պարտվում եք, որովհետև դուք ոչ պատերազմին եք պատրաստ, ոչ էլ խաղաղությանը։ Որովհետև դուք ուղակի պարտվածներ եք, դուք դուխով գլխարկով սովորական շարլատան սրիկաներ եք, ովքեր որ խաբում են մեր ժողովրդին, որ գան, կեղեքեն եւս 5 տարի ուտեն մեր փողերը, արտաքին պարտքը ավելացնեն, հանձնեն տարածքներ, հետո ասեն դե գիտեք ինչ կա ժողովուրդ ջան, մի հատ էլ վերընտրեք, որ էլի փորձենք խաղաղության համար բանակցեք։ Դուք խաղաղության հետ ոչ հոմանիշներ եք, ոչ էլ կապ ունեք, ոնց որ եւ կապ չունեք ոչ հայ ժողովրդի ցանկությունների ու իղձերի հետ, ոչ էլ ընդհանրապես մեր հայրենիքի ու Հայաստանի Հանրապետության հետ։ Դուք սովորական խաբեբաներ եք, ովքեր որ խաբեությամբ եկել են, իրար հայոյելով էլ գնալու եք, այսինքն իդեպ նշեմ, որ դուք ձեր մեջ էլ երևի հայոյանքը օրհնանք, դուք խառ իրար հայոյում եք, հետո մոռանում եք եւ այսպես շարունակ։ Հիմա չեմ կարող չանդրադառնալ Երևանի ավտոբուս էս կոֆե կենտրոն նոր խնջույքին, որը որ են սրտիկներով ավտոբուսը շարունակվում է, հիմա էլ սրտիկներով մեքենաներ, սրտիկներով ու Հայաստանի այն փոքրացված Հայաստանի նշանը վերցրել եք, գնացել եք հիմա էլ Երևանի փողոցներում, իդեպ ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր այն երևանցիներին, ովքեր ոչ միայն անտեսում են, այլ հակադարձում են այս դավաճանին ու իր խունտային, ովքեր որ անգամ չեն ուզում ձեռքը իրենց սեղմեն, ապրեք մեր սիրելի հայրենակիցներ, մենք ձեր կողքին ենք ու դուք էլ մեր կողքին պետքա լինեք։ Ու տեսեք, պետք է նաև նշել ու մատնանշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով իրենք եթե գնում էին շոուներ էին կազմակերպում, գտնում էին տարբեր գյուղերից տարբեր տարեց մարդիկ, ովքեր որ գալիս էին, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմեն կամ ինչ որ խնդիրներ փորձեն առաջ բերեն, որպեսզի ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է, Նիկոլ Փաշինյանին դիմավորում են տարբեր գյուղերում, տարբեր հյուրընկալությամբ, Երևանում դա չի ստացվում։ Մետրոպոլիտենում տեսանք ինչ տեղի ունեցավ, տարբեր սովորական մթերային խանութներից մինչև շարքային քաղաքացիներ փողոցում զբոսնող անգամ անտեսելու զատ Նիկոլ Փաշինյանին, եթե հնարավորություն ունեն, անգամ կվիրավորեն, ուղղակի այնքան շատ են իրենց անվտանգության աշխատակիցները ու այդ իրենց հետևից քայլող ուսապարկերը, որ փորձում են ոնց որ ասում է շարից հեռու։ Հիմա այս ձեր ընտրակեղծիքները ոնց եք իրականացնելու, ոնց եք խաբելու հայ ժողովրդին, ասեք մենք տարել ենք 50 եւ ավել ձայներ եւ միանձնյա առաջատարն ենք, մենք իշխանությունը վերցրել ենք առանց ինչ որ խաբեության։ Պարզա չէ որ դուք չունեք այդ վստահության ձայները, դուք սպառվել եք, դուք ոչնչացված եք, ձեր կուսակցությունը միայն ձեր
մասին է, այսինքն դուք հայ ժողովրդի մասով ձեր կուսակցության ոչ մի նախագծում չունեք ոչ մի իրագործված ծրագիր ու չեք իրագործելու հաջորդներում ձեր ծրագրերը, դուք ոչ գերիներին եք վերադարձրել, Արցախը հանձնել եք, փորձում եք մարսեք, մեր եղբայրներին ում կոտորեցիք, իրանց անգամ հարազատներին եք փորձում կեղեքեք, մենք չենք մոռացել, որ եռաբլուրում ծեծում էիք զոհվածի ծնողներին, մենք չենք մոռացել այն վերաբերմունքը, որ դուք ցուցաբերում էիք գերիների ծնողներին ու անհետ կորածի ծնողներին, մենք այդ ամեն ինչը չենք մոռացել ու երբեք չենք մոռանալու։ Մենք եւ մեր սիրելի հայրենակիցները, ովքեր գիտակից են ու հասկանում են, թե դուք ինչ աղետ եք բերել մեր երկրի գլխին, մենք երբևիցե դա չենք ներելու, չենք մոռանալու, մենք գալու ենք ձեր հետևից, մենք այդ պատասխանները ստանալու ենք ու դուք դատարանի առաջ հայտնվելու եք։ Հիմա Կարճ Ավինյանի մասին, որ 2 օր անձրև է գալի, դու ստանում ես մեզնից աշխատավարձ ու փոսերը նույն վիճակում են։ Նույն պրոբկեք նախացանումները, նույն խայտարակությունն է, ու դու այդ խայտարակության հիմնական եւ մեղավորն ես եւ պատասխանատուն, ինչպես կասեր քո քաղաքական ղեկավարը։ Դու խայտարակված ես, Ավինյան, դու ոչ մետրո ես կարում սարքես, ոչ փոս ես կարում լցես, ոչ մի բան քո կյանքում չի ստացվել։ Քոնը մենակ բթի հետ կապված նախասիրություններն է։ Քո ձեռից ոչ մի բան չի գալի։ Չես կարում դու աշխատես, տղա ջան, հել գնա, ռադդ քաշի։ Երևանի քաղաքապետարանը քո համար չի։ Երևանի պատմամշակութային կենտրոնները նրա համար չի, որ դուք հերթով այրեք ու նվիրեք։ Էլ չեմ ասում, որ դու քեզ թույլ ես տալի $480,000 տուն, եթե հաշվի առնենք քո աշխատավարձը, ուրեմն դու 2000 եւ ավել տարեկան ես։ Որտեղից ես դու այդ գումարները վերցրել ու ո՞նց ես քեզ թույլ տալի նման վիճակում, որ փոսերը, այս խնդիրները, այս ամեն ինչը իրար հետ վերցված բոլորը ծախսելու տեղ է, ինչու համար ես քեզ թույլ տալի նման շքեղություններ, այն պարագայում, երբ որ դու եկել ես, որ ծառայես հայ ժողովրդին ու դու պետքա ծառայես, մենք պետքա ասենք ու դու անես, ոնց որ քո կարգախոսն է, թուրքական իդեպ կարգախոսն է, որ դու վերցրել ես քո եղբայրներից։ Մենք պետքա ասենք, դու անես, դա քո գործն է։ Մյուսը, ուրեմն չեմ կարող չանդրադառնալ, Սուրեն Պապիկյանին մեդալ են տվել։ Ես չգիտեմ Սուրեն Պապիկյանը ինչ է ազատագրել, որտեղ է ազատագրել, ոնց է ազատագրել, ինչով է ազատագրել։ Բայց հա, սպայ Սուրեն Պապիկյանը սովորական պատմամշակութային հանգած օբլիգացիա է, այսինքն Սուրեն Պապիկյանը մի հատ փորով հոպար է, ում որ Նիկոլ Փաշինյանը բերել է, ասում է աղբեր ջան, դու նստի տե, ասա որ խաղաղություն է ալնելու։ Պապիկյան, դու տեսել ես ինչ զորամասերում ինչ վիճակ է, զինվորներ կան գալիս են Ադրբեջանի մեջով անցնում են, իդեպ Ադրբեջան չէ, Հայաստանի տարածքն է, բայց դուք նվիրել եք Ադրբեջանին։ Այդ ադրբեջանցի զինվորները ստուգում են, որ հայ զինվորները զինված են, թե զինված չեն, նորը անցնում են։ Տես տարածքներ ունենք։ Դու ընդհանրապես տեղյակ ես ինչա կատարվում պաշտպանության նախարարությունում ու մեր սահմաններում։ Դու հանձնած, պարտված իշխանությունների մի մասն ես, քեզնից ինչ պաշտպանության նախարար, դու քեզ չես կարա պաշտպանես, եթե քո անվտանգությունը չլինի, դու ընդհանրապես իծնե, քեզնից ինչ ես ներկայացնում, որ դու պետքա պաշտպանես Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին, էլ չեմ ասում, մի հատ է քեզ ֆրանսիացիք մեդալ են տվել, ինչի համար, նավատորմի ղեկավար ես, գնացել ես ինչն ես ազատագրել, էլի եղբայր, քո մոտ այդ ինչն է հաջողվել, ինչն ես դու պահել, ազատագրել, ինչն ես շենացրել, որ այն էլ ֆրանսիացիք, մեկն լինի ֆրանսիացիքին հարցնի ձեր մոտ ինչ վիճակա, դուք ինչ աղբի մեջ եք այսպես կոչված, յանի ֆրանսիացիքի մոտ ամեն ինչ նորմալ է, Պապիկյանն էլ մեդալ են տվել, ինչի մեդալ, կամ դու լավ, որ քեզ տենց լավ ես զգում, որ քեզ մեդալ տվեցին, այդ մեդալը ինչի մասին է, էլի, ոնց կարելի է այդքան ստոր լինել, որ ասենք սեփական ժողովրդի խնդիրները շրջանցել, գնալ հասնել Ֆրանսիա, մի հատ էլ ուրախանալ, մի փաթաթվում են, պաչում են, մի մեդալակիր է, Պապիկյան մեդալակիր, այ քեզ խայտարակություն։ Իրոք ամոթ է, դուք ձեզ խայտարակ եք անում, դուք ձեզ մեդալ տալով ձեզ եք խայտարակում, ախր այդ մեդալը վաղը մյուս օր, որ չունենաս այդ պաշտոնը, չգիտեմ որտեղ ըտեն մցնելու, որովհետև այդ մեդալը քո մասին չի, ու այդ մեդալը ոչ մի բանի մասին է, ոնց որ օգոստոսի 8-ի խաղաղության ստորագրած թուղթն է, որով էլի ոչ մի բանի մասին է, որովհետև սեպտեմբերին կարա պատերազմ լինի, եթե դուք չընտրվեք։ Հիմա ձեր քարոզարշավի շրջանակներում պետք է նաև անդրադառնամ, ուրեմն կա
ինչ են ոչխարանման կերպար կա, ինքը ադրբեջանցի է բնականաբար ու բլոգերությամբ է զբաղվում։ Այս բլոգերը, ադրբեջանական բլոգերը չեմ ալարել նստել նայել եմ, էլի։ Տեսեք, գովում է Նիկոլ Փաշինյանին, ասում է, որ հայ ժողովուրդ, ու ինքը ասում է հայ ժողովրդին կոչով է դիմում, ու իսկ նախորդ վիդեոները նայում ես, ինքը հայ ժողովրդին ձեռք է առնում, ինքը հայ ժողովրդին վատաբանում է, ինքը ասենք պնդում է, որ ոնց որ Ալիևն է պնդում, իդեպ, որ Հայաստանի Հանրապետություն չկա, դա Արևմտյան Ադրբեջանն է, Սևանը Գյոչայա եւ Երևանը Երևանը։ Հիմա այդ բլոգերը ադրբեջանցի ուղերձով դիմում է հայ ժողովրդին, ասում է, գիտեք ինչ կա, եթե չընտրվի Վավաևիչը, չի լինի խաղաղություն, որովհետև մենակ ինքն է, որ ճիշտ գնահատում է իրավիճակը, որ հայերը թույլ են, հայերի մոտ այն վիճակը չի, որ իրանք կարող են Ադրբեջանի հետ ոտ գցել, ուղղակի պետք է հանձնվել տենց ստորի կարգավիճակում ապրել, ստորացված վիճակում, դրա համար դուք ընտրեք Նիկոլին, որպեսզի այդ վիճակում եւս 5 տարի ապրեք, մենք էլ ձեզ չենք կոտորի, որովհետև դե իմաստ չի, որովհետև Նիկոլը իրանց հերիք չի մարդն, այլ իրանց աշխատողն է։ Հիմա տեսեք, լավ, սիրելի հայեր, ամենայն անկեղծությամբ դուք կարող եք սիրել մի քաղաքական ուժի կամ չսիրել, բայց եթե ադրբեջանցին քարոզ է տանում, որ Նիկոլ Փաշինյանին ընտրեք, լավ, ձեր մոտ ինչ-որ զգայարաններ չի աշխատում, որ եթե ադրբեջանցին ուզում է, որ դուք ընտրեք Նիկոլ Փաշինյանին, արդյոք դա ճիշտ որոշում է, որ դուք հետևեք ադրբեջանցու խորհուրդներին եւ ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք չպետք է հենց այդ ուղերձից 1 ժամ հետո Նիկոլ Փաշինյանը հեռացված լիներ, որովհետեւ Ադրբեջանը մեր ինչքան էլ հարևան, մեր թշնամի պետությունն է։ Այն պետությունն է, ով կարա քնած հայ սպային սպանի, այն պետությունն է, ովքեր որ կարան խոշտանգեն մեր հայ կանանց եւ աղջիկներին, բռնի տեղը հանեն մեր Արցախից մեր 120,000 հայրենակիցներին։ Էլ չեմ ասում մյուս իրենց կողմից նշվող քաջագործությունները, որոնք չարագործություններ են, այսինքն այս մարդիկ են ցեղասպանների հետնորդներն են, հաջորդներն են։ Իրենց կոչով ո՞նց եք Նիկոլ Փաշինյանին ընտրելու, ինչ խղճով եք դուք վաղը մյուս օր քնելու ու ձեզ հանգիստ զգալու, խաղաղ զգալու։ Ոնց կարա ադրբեջանցի բլոգերը մասնակցի այն քարոզարշավին, որը Հայաստանի Հանրապետության ընտրությունների մասին է։ Հիմա որ ուրիշ տարբեր այլ երկրներից պայմանականորեն վերցված մեր հարևան Վրաստանից, Իրանից կամ Ռուսաստանի Դաշնությունից, եթե կոչեր արվի, որ ընտրեն ընդդիմադիրներին, կվերցնեն դա կսարքեն մատի փաթաթան, կասեն, գիտեք ինչ կա, տեսեք, մեր ներքին ինքնիշխանությանն են կպնում, ձեր ինչ պրոբլեմն է մեր ընտրությունները, ադրբեջանցիների, մասնավորապես նաև այդ բլոգերը ինչ պրոբլեմն է Հայաստանի Հանրապետությունը, ում կընտրի, ում չի ընտրի, ում կվստահի իր քվեն կտա, ում չէ։ Դու ով ես տղա ջան։ Դու ո՞լ գնա քո պատմությունը նայի, դու հասկացի մնա դու որտեղից ես սերվե, որտեղից ես ընդհանրապես եկել ու դու ով ես քեզանից ինչ ես ներկայացնում։ Մենք որ պատմություն ունենք, դուք ոչ մի բան չունեիք։ Մենք որ քրիստոնեություն ենք ընդունում, ձեր պետությունը դրանից մի 1700 տարի հետո նոր պետքա ի հայտ գար։ Նենց որ տղա ջան, ոնց դու, նենց էլ Նիկոլ Փաշինյանը գործ չունեք մեր հետ, կապ չունեք մեր հետ։ Դուք ընդհանրապես իրավունք չունեք մեր հետ կապված ինչ որ միջնորդություն ներկայացնեք, կարծիք հայտնեք, նենց որ գոնե լռեք։ Դե բնականաբար Նիկոլ Փաշինյանին դուր եկած կլինի, որ ադրբեջանցիները իր եղբայրները իրեն պաշտպանում են, բայց սիրելի հայրենակիցներ, եկեք պայմանավորվենք մի բան։ Կարող ենք մեկս մյուսին ինչ որ միտեղ անհանդուրժողականություն ցուցաբերենք կամ տարակարծիք լինենք, բայց մենք բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, մեր Հայաստանի Հանրապետությունը, մեր պապերի թողած ժառանգությունը եւ մեր սրտի մի մասը, մեր սրտի մի զարկը, որը Նիկոլ Փաշինյանը հանձնել է, դա Արցախն էր։ Այսինքն մեր սրտի զարկերը հազիվ է զարկում, որովհետև մեր սիրտը մեզնից վերցել գողացել են։ Հիմա արդյոք դուք պատրաստ եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն էլ զոհաբերեն ու ձեզ ուղակի սրտիկներ ցույց տան։ Արդյոք դուք ապրում եք, քնում եք, զարթնում եք, աշխատում եք եւ արարում եք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի իշխանությունները ձեզ ուղակի սրտիկ ցույց տան, հետո թքեն ձեր վրա ու հետո հայոյեն ձեզ որպես օժնանք ու դուք այդ ամեն ինչը հանդուրժեք, որպեսզի ոնց այդ ստորացված խաղաղությունը արդյոք ձեզ որպես այդպեսին գոհացնում է։ Արդյոք դուք ուզում եք, որ մենք հայերս ունենալով նման պատմություն, նման պայքարող ժողովուրդ լինելով,
Արդյոք մենք սրան արժանի ենք, որ դուք հանդուրժեք, որպիսի ադրբեջանցիները պաշտպանեն Նիկոլին ու Նիկոլենք վերաբերվեն մեզ, ձեզ, բոլորիս ու մեր պետությանն ու մեր ինքնիշխանությանը նման կերպով ու այս ամենաթողությունը շարունակվի եւս 5 տարի ու եւս 5 տարի արդյոք դուք գոյություն կունենաք, Հայաստանի Հանրապետություն գոյություն կունենա ու վերջի ես ուզում եմ հասկանամ մեր պայքարի իմաստն ու էությունը ինչի մասին է, եթե մենք չենք կարողանում համախմբվել ու Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը այդ պարագայում եւս հաղթելու պարագայում այս ընտրություններում մեզ չի վռնդելու մեր հայրենիքից ու ունենա լեգիտիմություն ասելու, որ մեր երկրում այս վիճակն է, եթե ինչ-որ մեկին հարմար չի, խնդրեմ ձեզ հաջողություն։ Տեսեք, ես ուզում եմ այս կոչս նաև այն երիտասարդներին, ովքեր անտարբերություն են դրսևորում, սիրելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, եթե մենք չհամախմբվենք, այս թրքահպատակներին չհեռացնենք, ովքեր որ քաղաքականությամբ չեն զբաղվում, ովքեր որ ժամանակ չունեն քաղաքականությամբ զբաղվեն կամ ցանկություն չունեն, վաղը քաղաքականությունը Նիկոլի ձեզանով է զբաղվելու, վաղը խլելու են մեր հայրենիքը ինչպես Արցախի հանրապետությունը։ Յուրաքանչյուր Արցախցի ժամանակին պնդում են, որ իրենք ապահով են Արցախում, հանգիստ ապրում են։ Էլ չեմ ասում նախկինների ժամանակվա Արցախը, որ ամենաանվտանգ ու ապահով տեղն էր։ Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Եկեք իրատեսական լինենք, եկեք ճիշտ դատենք, եկեք համախմբվենք, պաշտպանենք, պահենք մեր հայրենիքը, որովհետև այդ հայրենիքը մեզ, մեր պապերը ժառանգել են, որպեսզի մենք կարողանանք դա փոխանցենք մեր թոռներին եւ ծոռներին։ Այնպես որ պետք չի լինել անտարբեր, պետք չի համարել, որ քաղաքականությունը ես գլուխ չեմ անում, չեմ զբաղվում։ Յուրաքանչյուրս պետքա սիրենք մեր հայրենիքը, սիրենք մեր պետությունը, անկախ քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից, սա արդեն լինել չլինելու մասին է։ Այնպես որ պետք է մենք պարտավոր ենք համախմբվենք, պայքարենք, որովհետև մեր գենը, մեր արյունը պայքարի մասին է ու հաղթանակների մասին է։ Ձեզ լավ օր եմ մաղթում, սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք այս տաղավարում նոր ցանկալի ավելի լավ նորություններով։ Շնորհակալություն։